Պատրում երևացող այս մեքենաները հենց նոր ճանապարհատրանսպորտային խախտում արեցին։ Իմ թիկունքում գտնվող տրանսպորտային միջոցը չի նկատել նոր նշանները եւ բախվել է ուղիղ գնացող մեկ այլ միջոցի։ Տեղում աշխատող ոստիկանները նշում են, որ վարորդները հաճախ վերև չեն նայում եւ չեն նկատում նշանները։ Երևանի քաղաքապետարանը միայն այս տարվա ընթացքում կատարել է երթևեկության 1 տասնյակից ավել փոփոխություն։ Ըստ հունիսի 13-ին կատարած փոփոխության Արգիշտի փողոցի Երևան պլազային հարող հատվածում ձախ եզրային երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին հետադարձ կատարողների համար։ Սա առաջացնում է շատ վարորդների դժգոհությունը։ Միայն 3 տեղի ունեցել 3 ճանապարհատրանսպորտային պատահար։ Մեր նկարահանման ընթացքում էլ տեղի ունեցավ պատահար, վարորդի հետ խոսելուց պարզ դարձավ, որ վթարի պատճառը էլի վերջին փոփոխություններն եւ գծանշումները։ Սեպտեմբերը որ եկավ, հիմա համեմատաբար քիչ է մեքենաների ժողովուրդը, բայց սեպտեմբերից կատված է արա լինելու մեր քաղաքը։ Տնս բաներ են արել ես վերջերս քաղաքապետարանի մինչև քաղաքապետարան հասնել է ու քաղաքապետարանից հետո մինչև մոտ դառնում է մի գիծ, որ դա անհնար է։ Քաղաքապետարանից պարզաբանում են, փոփոխություն կատարելիս իրենց առաջնահերթությունը հասարակական տրանսպորտն է եղել։ Սա ունի հստակ բարձ տրամաբանություն, որտեղ եթե այսօր ուսում ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր մեքենայում վարորդից բացի մեկ ուղևոր կարող է մաքսիմում լինել միջինացվածության հիշով, իսկ մեկ հասարակական տրանսպորտում 60 մինչև 80 ուղևոր եւ հստակ քաղաքականություն է, որ առավելությունը պետք է տալ 80 ուղևորին, այլ ոչ թե մեկ։ Իհարկե որոշակի բողոքներ կան անձնական ավտոմեքենաների օգտվող վարորդներից, որը տրամաբանական է։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը երթևեկության վերջին փոփոխությունները տեղին չի համարում։ Դժգոհությունները այն են, որ այդ նմանատիպ իրավիճակում ծանրաբեռնում է երթևեկությունը, վարորդներին հորդորում է բարեկային ծառայությունը ավտոբուսների նախատեսված գոտիներով երթևեկել, դրանից հետո տեսանկարով սարքերով տուգանքները արձանագրվում են վարորդների նկատմամբ։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով լավ կլիներ, որ քաղաքապետարանը այլընտրանքային տրանսպորտի մասին էլ մտածեր եւ հեծանվային ուղիներ կամ ինքնագլորների համար նախատեսված ուղիներ էլ տարանջատեր։ Մեկ այլ խնդիր ըստ Քեյանի նոր գծանշումները հաճախ արվում են հների վրա եւ շփոթեցնում վարորդներին։ Այս մտահոգությանը արձագանքում է տրանսպորտի վարչության պետը։ Նոր գծանշումները այս տարվա ամբողջությամբ քաղաքում ավարտված չի, այսինքն մենք ամեն տարի իրականացնում ենք մի հատ գծանշում, հետո տարեվերջում թարմացման աշխատանքներ։ Ըստ ժամանակացույցի գծանշումները Երևան քաղաքում ավարտված կլինեն օգոստոս ամսին, դրանից հետո ըստ նոր ժամանակացույցի կսկսեն մինչև տարեվերջ իրականացվել թարմացման աշխատանքները։ Իսկ ինչ են կարծում այն մարդիկ, որոնց համար արվել է փոփոխությունը։ Արագության փոփոխություն նկատել եք։ Այո, քան շատ չեմ օգտվում, հազվադեպ է։ Ավելի գոհ եմ, այո։ 38 համարից եմ օգտվում, որը դեռ հին ավտոբուսներ են, բայց ավելի հաճախ է սկսել աշխատել, առաջ ավելի շատ է սպասում։ Տարբերությունը մենակ նա է, որ մեքենաները նորացվեցին, բայց հաճախականությունը էլի նույնն է, էլի պիկ ժամերին էլի մեքենա չկա։ Ոչ էլ զգուշացրել եմ, որ երթուղիները փոխվում է, խորենացու փողոցով են մտնում, կամ այս ճանապարհի վրա կանգնում ենք, հետո իմանում ենք, որ հակառակ ուղղությամբ է գնում տրանսպորտը։ 15 րոպեից ավել նստած ենք։ Մեր հարևան երկրներում եւ Եվրոպայում այս խնդիրները այլ կերպ են լուծվում։ Իրանում գծանշումների փոփոխության դեպքում հաճախ նախապես տեղադրվում են նախազգուշացնող վահանակներ, նվազագույնը 10 օր առաջ, իսկ Գերմանիայում նոր փոփոխությունները հաճախ փորձարկվում են փոքր հատվածներում, հետո ավելի մեծ շրջաններում։ Տրանսպորտային համակարգերի շարժի մասնակետ Արտեմ Պետրոսյանը կարծում է, որ նման խնդիրները արագ լուծվել չեն կարող։ Բայց ցավոք սրտի սա այն ոլորտն է, որտեղ արագ արդյունքներ ակնկալելը ճիշտ չի։ Երևանի լավ տվյալ պարագայում փողոցների թողունակությունը ըստ էության բավարար է, որ ճիշտ կազմակերպման դեպքում մենք հնարավորինս քիչ ունենանք խթանումներ, ինչ-որ խնդիրներ եւ նմանատիպ այլ բաներ։ Մասնագետն ասում է, այսպիսի փոփոխությունների նպատակը կարող է լինել խրախուսելը, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հասարակական տրանսպորտից ու ավելի քիչ անձնական մեքենաներից։ Կոպենհագենում կա դրված, Բարսելոնայում կա դրված, Փարիզում կա դրված։ Մենք իրոք շատ կախվածություն ունենք սեփական ավտոմեքենայից եւ սեփական ավտոմեքենան մեզ համար որպես հասարակություն շատ ավելի կարեւոր ինչ-որ տես մի հատ ձեռքբերում է կյանքում եւ ոչ թե ուղղակի փոխադրամիջոց։ Ըստ Պետրոսյանի Երևանին անհրաժեշտ են երթևեկության կազմակերպման ավելի հստակ ու քաղաքացիների հետ համաձայնեցված լուծումներ, որոնք հիմնված կլինեն նաեւ միջազգային փորձի վրա։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։